Բարի ձեզ բարեկամներ, եթերում նոր տարն է։ Մենք այսօր պիտի անդրադառնանք մեր ժամանակակից գրականությանը եւ ես, որ իբրև գրական քննադատ ավելի քան 3 տասնամյակ զբաղվել եմ ժամանակակից մշակույթի եւ գրականության ուսումնասիրությամբ եւ ճանաչում եմ, գիտեմ, ծանոթ եմ բոլոր բարձր արժեքներին, որ ստեղծվել են այս ոլորտում, պիտի անկեղծորեն խոստովանեմ, մենք մեր պետական այրերը շատ կշահեին, եթե աչալուրջ ուսումնասիրեին ժամանակակից գրականությունը։ Դասական գրականությունը մեր ազգի փայլն է ու փառքը, ժամանակակից գրականությունը մեր այսօրն է։ Եվ ժամանակակից գրականության մեջ կան վսեմ արժեքներ, շատ մեծ արժեքներ, գեղարվեստական անմահ գործեր կան ժամանակակից գրականության մեջ։ Եվ համայնքական գրողների միություն եւ մեր նոր դար հաղորդաշարը կարևոր նպատակ է դրել իր առջև, որպեսզի ժամանակակից գրականության կարևոր արժեքները մտնեն դպրոցական ծրագրեր։ Մենք այս հաղորդմամբ մեր կրթական նախարարությանը առաջարկում ենք, որպեսզի մեր հանրակրթության ոլորտում դպրոցական ծրագրերի մեջ մտնեն մի քանի արժեքներ։ Այդ արժեքների թվում առաջինը այն գիրքն է, որը ես ուզում եմ ներկայացնել սիրելի բարեկամներ, Կարո Արմենյան Մարմին եւ արյուն երրորդ նվագ։ Այս գրքի քննարկումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, այդտեղ շատ կարևոր ելույթներ եղան, խոսվեց Կարո Արմենյանի գեղարվեստական արժեքի մասին եւ հետաքրքրությունը շատ մեծ է։ Բազմաթիվ նամակներ ենք ստանում եւ մեր հաղորդաշարը եւ գրողների միությունը փորձենք անդրադառնալ այդ հարցերին, թե ինչն է այդպես հետաքրքրել մեր ընթերցողներին, ովքեր այս գրքով հետաքրքրված են։ Եվ դպրոցներից հրավեր ունենք, ուր պիտի գնանք ներկայացնելու համար այս գիրքը եւ մարզեր պիտի գնանք։ Ինչու այս հետաքրքրությունը։ Ինչ կա Կարո Արմենյան բանաստեղծի հոգեկան աշխարհում, ինչ կա այս գրքի մեջ, որ մեր ընթերցողները այսօր հետաքրքրված են Կարո Արմենյան բանաստեղծի ստեղծագործությամբ։ Շատ արժեքներ կան, որոնց մասին կարող ենք խոսել, եւ ես իբրև գրականագետ ջերմորեն բարձր եմ գնահատում վաստակը բանաստեղծ Կարո Արմենյանի, իսկ այս հարցին փորձելով պատասխանել պիտի ասեմ հետեւյալը, որ ընթերցողներին անպատճառ գրավել է այն, որ այս գիրքը գաղափարների գիրք է։ Մենք միշտ գնահատել ենք ծրագրային հեղինակներին, հիշեք թե ժամանակին ինչ համբավ ուներ մեր իրականության մեջ Ռաֆին, ինչով, որովհետև հանճարեղ այդ հիպասանը բերում էր գաղափարներ, որոնք պիտի օգնեին մեզ ապրել այս կյանքում։ Այս ասպարեզում իր կարևոր գործն է կատարում Կարո Արմենյանը։ Ես այս գիրքը, այս հրաշալի հատորը անվանում եմ գիրք գաղափարների։ Ինչ գաղափարների մասին է խոսքը։ Նախքան այդ հարցին անդրադառնալը շատ կարճ բացատրություն։ Սիրելի բարեկամներ, գիրք ընթերցել նշանակում է հեղինակի հետ սրտակցելով անցնել ճանապարհ։ Եկեք անցնենք այս ճանապարհը։ Մեր առջև նպատակ ունենք մենք, հայտնաբերել մտքեր ու գաղափարներ, որ մեզ կօգնեն ապրել։ Այս է մեր նպատակը։ Եվ եկեք բացենք առաջին էջը գրքի եւ փորձենք տեսնել, թե ինչ գաղափար է բերում մեզ համար բանաստեղծ Կարո Արմենյանը։ Նախնախոսում է այն մասին, որ մեր իրականությունը այսօր փորձություններով լի է։ Քանի խաղարկու եկավ անցավ այս բեմեն, քանի խնկարկու կակնկալե քեզ հերվեն, քանի հպիտ կխզբծե կծաղրե մեզ։ Մեր իրականությունն է, որ ներկայացնում է բանաստեղծը, բայց այդ իրականության դեմ հանդիման դնում են նաև գաղափարներ։ Առաջինը ես անվանել եմ այսպես. ուզենք թե չուզենք։ Այս գիրքը մեզ պատմում է մեր կյանքի մասին եւ ասում է. պիտի արթնանաս հայ ժողովուրդ, ուզես թե չուզես պիտի արթնանաս, որովհետեւ ուրիշ ելք չկա, պարզապես մեզ ուրիշ հնարավորություն տրված չէ։ Պիտի հառնես դու, քաջությամբ հառնես ու կանգնես տոկուն։ Սա առաջին գաղափարն է, որը
հնչում է իբրև արթնացումի կոչ եւ հենց այս տողերը կարդալիս ես զգացի ես այս գրքի հետ պիտի ճանապարհ անցնեմ այս գրքի գաղափարները պիտի տարածվեն իմ ողջ ժողովրդի մեջ ու իմ կանխատեսումները իրականացան գրքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է երկրորդ գաղափարը գիրքը լի է գաղափարներով ես այսօր ամեն ինչին անդրադառնալ չեմ կարող բոլոր այդ գաղափարներին բայց մի քանի հանգամանք ուզում եմ շեշտել, որն էլ կլինի բացատրություն այն հարցի, թե ինչու այսքան հետաքրքրություն սփյուռքահայ բանաստեղծի նկատմամբ։ Վերածնվենք նորեն երկրորդ գաղափար։ Եթե պիտի վերածնվենք, ասում է բանաստեղծը, պիտի վերածնվենք նորեն, անգամ որտեղից շատերը ասում են մենք ոտքի կանգնելու հնար չունենք, միջոց չունենք։ Պետություն չունենք, շատերն ասում են, կարելիություններ չունենք, ոչ ասում է բանաստեղծը, ունենք, մեր հոր մոխիրեն պիտի վերածնենք։ Սա է բանաստեղծի հռչակավոր պատվիրանը, որը շատ կարևոր է։ Անգամ եթե որբ թռչունենք, պիտի հառնենք նորեն։ Դուք ասում եք ժառանգորդ չունենք, հետևորդ չունենք, չունենք ժառանգորդ, չունենք ապավեն, ուրեմն մեզնով պիտի սկսվի այս նոր ժամանակը ինքներս մեզնից կերտենք հույս ու հենարան ասում է բանաստեղծը եւ սա հրաշալի մի գաղափար է որը ապրեցնող է որը հուսադրող է եւ ես կարծում եմ առհասարակ որ պիտի լսել բանաստեղծին ցավոք սրտի մեր քաղաքական կուսակցական գործիչները իրենց ժամանակը վատնում են միմյանց դեմ պայքարելով, հիմա դուք տեսեք, թե ինչ է անում բանաստեղծը, ինչ է ներառել միշտ եւ այսօր ինչ է անում բանաստեղծը։ Հաջորդ գաղափարը վերականգնենք մեր բուն լսողությունը։ Լսենք մեր չհայտնաբերված լեզուն, այսինքն հայի մեջ, մեր պատմության մեջ ու մեր մշակույթի մեջ թաքնված մի ներուժ կա, որը չեն գործադրել, որտեղ չեն իմացել, որ նա կա։ Մեր լսողությունը վերականգնենք, բուն հոգին բուն հայկականը վերականգնենք եւ լսենք մեր չհայտնաբերված լեզուն։ Ես շատ ողջավորված եմ այս գաղափարները, որ Սիրի բանաստեղծը բերում է մեզ եւ պիտի փորձենք մեր հաջորդ հանդիպում պիտի լինի մեր կրթական հաստատություններում, դպրոցներում արդեն պայմանավորվածությունը կա, սա նախնական փորձն է հայտնաբերելու մի քանի կարևոր մտքեր ու գաղափարներ, որոնք շատ էական են գրողին հասկանալու համար։ Ելիր հայ ժողովուրդ, ասում է բանաստեղծը, ելիր հայկազուն ու նայե կյանքին, սխրանքին եռուն հևքին պարմանի, պարն այս դղրդուն կքատե ժայռեր, լեռներ վիթխարի, ինքզինք կծնի արևներ նորեն։ Մեծ հույս կա բանաստեղծության մեջ, մեծ հույս կա, որը բերում է մեր առջև բանաստեղծը, դու Ղազարոսն ես դուն, որ կրնա առնել, մենք պիտի կարողանանք ոտքի կանգնել, մենք կարող ենք, որտեղից այս ուժը, մեր մեջ է, հայոց պատմության, հայի հոգեբանության, մեր սրտի, մեր հայրան մեջ թաքնված է այդ ուժը եւ Կարո Արմենյանը առաջարկում է ահա հենվել այդ ներուժին, ոտքի կանգնելու համար, ելիր քաջությամբ, ասում է բանաստեղծը, ելիր քաջությամբ, որպեսզի կարողանաս ոտքի կանգնել, սա մեր ճակատագիրն է։ Շատ հետաքրքիր գաղափար, որի համար շատ սիրեցի այս բանաստեղծին, մերժիր ժամանակը։ Իմ սրտի գաղափարն է սա, շնորհակալություն եղբայր այս գաղափարը բերելու համար, որովհետև եթե շատերն ասում են այսօր ժամանակը հող հանձնելու ժամանակ է, այսօր դավադրության ժամանակ է, մերժիր այդ ժամանակը, պատգամում է բանաստեղծը, եթե այսպես է օրը, ես կմերժեմ այդ օրը։ Ահա միտք, որ Կարո Արմենյանը բերում է մեզ, ես կփակեմ դռները, ես ճանկերս կխրեմ ու կհամառիմ կիրքով, կխոյանամ նորեն, եթե այսպես է օրը, ես կխրճիմ սերմեն, որ կզնի անդուլ, առնչությունն այս որբ իստեսման օրեն, եթե այսպես է օրը, եթե սա է այսօրվա ժամանակը, ես կջնջեմ այդ օրը ու կքանդեմ հիմքից։ Այս բանաստեղծական տողերը դառնում են միտք ու գաղափար ապրեցնող, հոգեպես ապրեցնող, որոնք շատ կարևոր են մեր Հայաստանի համար։ Մերժիր ժամանակը, ստեղծելու համար նոր ժամանակ, քո երկրի նոր կյանքը, քո երկրի ապագան։
Այս հրաշալի հատորը ունի նույնքան հետաքրքիր ու հրաշալի վերջաբան, սիրելի բարեկամներ։ Վերջաբանում բանաստեղծը գրում է. «Ծանր սրտով կգրեմ այս վերջաբանը։ Արցախի արհավիրքը եւ մեր ժողովրդի շարունակվող Գողգոթան վերջ դրին ամեն ուրախության։ Ջիրը կչեցավ եւ բարերը կորսնցուցին իրենց գոյության իրավունքը։ Մենք վերստին դարձանք վտարանդի»։ Ճիշտ է, ինչ որ գրում է բանաստեղծը։ 44-օրյա պատերազմը շարունակում է Կարո Արմենյանը եւ անոր հաջորդող իրադարձությունները կասեցուցին ամեն բան։ Պետք էր հրատարակել, գիրքը գրվել է նախքան պատերազմը։ Հարցնում է, պետք էր հրատարակել, կարելի էր իլույս բերել այն տողերը, որոնք գրված էին այլ տիեզերքի մեջ բոլորովին տարբեր մշտաշխարհի ընկալումներով ու տեսիլքով։ Այս հարցականը միշտ կմնա ներսս, անմիշտ կհալածե զիս։ Հարցական թող չմնա, սիրելի բարեկամ, հարցական թող չլինի, որովհետև բանաստեղծը հենց նրանով է բանաստեղծ, որ առաջ է անցնում ժամանակից, կանխատեսում է ժամանակը, եւ այս գիրքը գրված է հենց 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովրդին ոտքի հանելու համար։ Թող կասկած չլինի, գիրքը պիտի տպագրվեր եւ ջիգրիչքը պիտի տպագրվեր հենց այսօր, որտեղ հրաշալի մտքերի ու գաղափարների աշխարհ է բերում Կարո Արմենյանը, աշխարհ, որոնք դառնում են մեզ համար ապրելու հենարան։ Ի վերջո ապրելու համար մենք ինչ որ բանի վրա պիտի հենվենք եւ Կարո Արմենյանը թվում է թե բանաստեղծական մտորումների մեջ է, բանաստեղծ է, բայց ինքը ազգային ոգու կրողն է, ինքը հենց եկել է մեզ առաջնորդելու համար։ Ու պատահական չէ, որ երբ Երևանի Պետական Համալսարանում այս գրքի քննարկումը կատարեցինք, բանախոսներից մեկը պարոն Զանոյանը շատ հետաքրքիր միտք ասաց, անվանելով Կարո Արմենյանին առաջնագծի բանաստեղծ։ Շատ կարևոր է դա, այո, բանաստեղծ, որը կանգնած է առաջնագծում եւ մեր ազգային խնդիրները իրեն մտահոգում են եւ այդ հարցերի մասին ինքը ուզում է անպայմանորեն խոսել։ Ահա ինչու, սիրելի բարեկամներ, այս հաղորդումը մենք պատրաստեցինք ձեզ առաջարկելով մի շատ լավ բանաստեղծական ժողովածու, որը ծրագրերի, գաղափարների շտեմարան ես կարող եմ կոչել, եւ մեր այս հաղորդումը ես ուզում եմ, որ ընկալվի իբրև ուղերձ կամ պաշտոնական նամակ մեր կրթական նախարարության պատասխանատուներին։ Նման գրքերը պետք է մտնեն դպրոց։ Համայնքական գրողների միությունը առաջարկում է, որպեսզի Մարմին եւ Արյուն գիրքը մտնի մեր կրթական ծրագրերի մեջ, նաև դպրոցներում դասավանդելու, գիրքը դպրոցներում ընթերցելու համար։ Սիրելի բարեկամներ, ինչպես դուք տեսնում եք, որ մեր ժամանակակից գրականության մեջ շատ լուրջ արժեքներ կան եւ այդ արժեքների մասին մենք պիտի խոսենք։ Նոր դարը, ուրիշ որ հաղորդում պիտի խոսել այդ մասին, եթե ոչ նոր դարը։ Սրանով եկեք ամփոփենք մեր առաջին հատվածը հաղորդման եւ քանի որ նոր դարը ունի սկզբունք ասպարեզը տրամադրել երիտասարդներին, ասպարեզը տալ նոր ձայներին, ես պիտի առաջարկեմ, որ մեր հաղորդման երկրորդ մասը վարի երիտասարդ մշակութային գործիչ Միլենա Թումանյանը, Հովհաննես Թումանյանի պատմական տոհմի ժառանգորդ։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է, այս տարի լրանում է հայ մեծ գրող Հակոբ Կարապետցի ծննդյան 100-ամյակը։ Սփյուռքահայ անվանի գրողի անունը կրող դպրոցում մեկնարկեց Համահայկական գրողների միության միջոցառումների շարքը, նվիրված այս կարևոր հոբելյանին։ Միջոցառումը բացեց գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։ Սիրելի բարեկամներ, ուրախ եմ մեր այս հանդիպման համար։
Այս տարին հայ մեծ գրող մեր դասական գրականության, ժամանակակից գրականության առաջին դեմքերից մեկի Հակոբ Կարապետցի 100-ամյակի տարին է։ Եվ ես Հակոբ Կարապետցի Սուրբ անունը կրող դպրոցում սկսում եմ մի զրույց ձեզ հետ, որին դուք պիտի մասնակցեք։ Շատ պիտի խնդրեմ, որ ուշադիր հետևեք զրույցին։ Այսօր մենք ներկայացնելու ենք Հակոբ Կարապետցի սքանչելի պատմվածներից մեկը Իշխան Փիլիպոսի վերջին բանձանը։ Եվ այսպես, գիրքը ձեզ մոտ կա, դուք խնդրում եմ հետևեք նաև գրքին և ուշադրություն դարձրեք չորրորդ էջում խոսք է գնում Կարապետցի հերոսի մասին։ Դուք պատկերացնել կարող եք մի մարդու, ով մռայլ է Կիլիկիո հայոց լեռների նման, դա Իշխան Փիլիպոսն է։ Անարիք ու խստապահանջ, մի ծեր առյուծ, որ փակվել է Լոնգֆելո փողոցի իր քարայրի տանը և այնտեղից հսկում է Ջեֆերսոնի հայ համայնքի կյանքի։ Պարզ երևում է, որ Կարապետցի հերոսը Ամերիկայի քաղաքացի է, հայ է, հայ մարդը և ժամանակակից աշխարհը։ Կարապետցի բոլոր հերոսները օտար միջավայրում կարողանում են իրենց հայությունը պահել։ Այդպես է անում նաև Իշխան Փիլիպոսը։ Հարց կարող է առաջանալ, ինչու այս անունը տվեց Կարապետցը իր հերոսին։ Ինչու Իշխան Փիլիպոսը։ Կարապետցը պատասխանում է, ուշադրություն դարձրեք, ամերիկացիները ունեն իրենց նախագահապետերը, սենատորները, ինչու հայ համայնքը չուներ Իշխան։ Այս է Իշխան Փիլիպոսի յուրահատկությունը։ Ինչպիսին է Կարապետցի հերոսի տունը։ Գրողը նաև նկարագրում է Կարապետցը նկարագրում է Իշխան Փիլիպոսի բնակարանը։ Թանգարանի նման է Իշխան Փիլիպոսի բնակարանը։ Արքայական կիսանդրիներ, հետունյան հարստության շրջանի երկաթյա խաչեր, բաշույններ, կանթեղներ, զենքեր, հայկական Կիլիկիո վիթխարի քարտեզը, արքայական դրոշակներ։ Պատկերացրեք այս մարդու տունը։ Ուր է ձգտում Կարապետցի հոգին, որոնք են մեծ գրողի և նրա հերոսի բնութագրական հատկանիշները։ Քանի բնութագրական հատկանիշներ Կարապետցի հերոսի մասին։ Ղուրբան քեզի Մուսատաղ։ Մուսատաղ Մուսալերն է։ Ինքը Մուսալերան զավակն է։ Իր հիշողությամբ Մուսալերան հերոսամարտի կրակոցները, կռիվը ու հայոց հաղթանակը իր սրտի մեջ ապրում է։ Սա հաղթող ժողովրդի զավակ է։ Իշխան Փիլիպոսը։ Ինչ բառեր է օգտագործում Մարաշ ու Հաճան, Կեսարիա ու Սիս, Տարսոն ու Մուսալեր։ Առանց ծովի Հայաստան չլար, հայտարարում է Իշխան Փիլիպոսը։ Մեծ Տիգրան հասկացավ սա այս ճշմարտությունը։ Մենք մեծ պետություն պիտի լինենք։ Մենք պետք է վերստեղծենք Կիլիկիո թագավորությունը։ Սա իշխանի մաղձանքն է և երազանքը։ Եվ ամեն խոսքից հետո ասում է Ղուրբան քեզի Մուսատաղ, այսինքն մատաղ քեզ Մուսալեր։ Ոնց է սիրում Հայաստանը, Կիլիկիան, ամեն գյուղը, ամեն շենը, ոնց է սիրում։ Հոգեպես հսկա է այս մարդը։ Ինչ ծրագրեր ունի։ Ամերիկայում նստած ծրագրում է ապակա Հայաստանը։ Առաջնորդ է, ազգային առաջնորդ է։ Պիտի հայությունը նախ ժողվենք Հայաստանի մեջ, մասիստերի շուչի ներքո, բերել հայերին Հայաստան, սա Իշխան Փիլիպոսի բարձանքն է, անպայման։ Պիտի վերականգնենք մեր երբեմնի հզորությունը, ու հայ մարդը պիտի ապրի հպարտ, շատ մեծ սիրով տողորված իր հայրենիքի հանդեպ։ Սքանչելի են Կարապետցի գրքերը, Միջնարար, Նոր աշխարհի հին սերմնացանները, Ադամի գիրքը, Ամերիկյան շրջպարը, Անկատար, Երկու աշխարհ, Մի մարդ ու մի երկիր, Անծանոթ հոգիներ և այլն։ Պատահական չէ, որ այնքան մեծ ոգևորություն էր տիրում մեծ գրողի անունը կրող դպրոցում։
Այսօր դժվար կացության մեջ են մեր երկիրը, մեր Արցախը, եւ շատ ոգևորիչ էր, նաեւ շատ բնութագրական, որ աշակերտների մեջ լսվեց արցախցի Մանեի խոսք։ Ես Մանան եմ, Արցախից, եւ շատ ուրախ եմ խոսելու եւ լսելու Հակոբ Կարապետցի մասին, քանի որ լինելով արցախցի, շատ ուրախ եմ, որ կան այսպիսի գրողներ, որոնք հայրենասեր են եւ պայքարում են այն ճշնամու դեմ, ով ուզում է մեզ գրավել։ Ես կցանկանայի խոսել նաեւ նրա մասին, որ շատ ուրախ եմ լինելու հենց այս դպրոցի սանը, քանի որ հենց Հակոբ Կարապետցն է, որ լինելով Ամերիկայում, բայց գրել է հայրենիքի եւ Հայաստանի մասին եւ ցանկացել է բոլորին ցուցաբերել այն սերը, որ կրում է իր սրտում եւ ցանկանում է բոլորին ցույց տալ այն սերը, որը ինքն է կրում իր սրտում իր հայրենիքի հանդեպ։ Ես շատ ուրախ եմ, որ հենց Հակոբ Կարապետցը գրել է իր հայրենիքի մասին, քանի որ շատերը լինելով իր հայրենիքում, ապրելով իր հայրենիքում, չգիտեն ինչ է հայրենասիրություն։ Ցանկանում են գնալ ապրել Սփյուռքում կամ ապրել ինչ-որ այլ երկրներում, մոռանալով իրենց հենց հայրենիքի մասին։ Ես շատ ուրախ եմ, որ հենց ինքը գրեց այն հայրենասիրության մասին, որը հիմա շատ պետք է մեր հայրենիքին։ Ինչ է նկարագրում վարպետ գրողը, ինչ գաղափարներ է բերում մեզ, ահա իր խոսքը մահ չկա։ Եթե հայն ունի նպատակ, վկայ Աստված եւ Կիլիկիո այս սուրբ դրոշը։ Կարապետցը նկարագրում է իշխան Ֆիլիպոսի կյանքի վերջին ժամերը։ Ծերունին մահամերձ է, մեծ տարիք ունի, ու ժամանակն է, որ ինքը հրաժեշտ է այս կյանքի։ Բայց չէ, իր սրտում որոտում են մուսալերան թնդանոթները։ Ինքը մոռանում է, որ ինքը Ամերիկայում է ու կռվում է թուրքերի դեմ, գիտեք, որ մուսալերցիները հաղթել են թուրքերին։ Եվ միայն այն պահին, երբ հրացանները գորեցին, պապուս չկար պարզապես։ Այդ դրոշը, որ կախեցին և ֆրանսիական նավը մոտեցավ, անզեն մնացած հայերին ազատեց։ Իսկ բոլոր կռիվներում մուսալերցիները հաղթել են թուրքերին։ Առհասարակ, բոլոր ճակատամարտերում մենք թուրքերին հաղթել ենք, եթե չի եղել դավաճանություն։ Մենք դուք հաղթող ժողովրդի զավակներ եք, խնդրում եմ երեխայի ջան, սա հիշեք։ Զգալով, որ իր կյանքի վերջին ժամերն են, իշխան Ֆիլիպոսը հրավիրում է իր ընտանիքի անդամներին։ Գալիս են որդիները, հարսները, թոռները, ծոռները, ասում են եկեք ես ձեզ ասելիք ունեմ։ Բնական է կարող է թվալ, որ իշխան Ֆիլիպոսը պիտի ասի, ես մահանում եմ, դուք մնացեք բարի, բայց չէ։ Տեսեք, պատմվածքի հրաշքը որն է, մենք հասել ենք ամենահամով տեղին պատմվածքին։ Մեռնող ծերունին աչքերը փակելու փոխարեն հանկարծ լայն բացում է դրան եւ զավակներին, հարսներին պատվիրում. Չոքեք, ծնկի եկեք, երդվեք Ռուբինյան թագավորության անունով, որ հավատալին կմնաք հայրենիքիս, ժողովրդիս ու նախնյացս ավանդույթներին։ Երդվեք, ասում է իշխան Ֆիլիպոսը։ Մարդը վերջին ժամերն է ապրում, իսա կոչյան, սա պատերազմող մարդ է, սա մահացող մարդ չի, հանկարծ մեջը հայրենասիրությունից կրակի արթնացել, աչքերը մարմնի փոխարեն ոսկոտում է։ Մարդիկ եկել են վերջին հրաժեշտ տալ իշխանին, իսա դարձել է ռազմական առաջնորդ, դարձել է Գարեգին Նժդե, դարձել է Զորավար Անդրանիկ եւ պայքարի կոչ է անում իր թոռներին, ծոռներին, ձեզ նման իր ժառանգներին, երեխեքին։ Երդվեք, ոչում է մեռնող ծերունին։ Երդվեք, որ ազատագրելով Կիլիկիան վեր ստեղծելու եք հայոց ամբողջական պետությունը։ Ընտանիքի անդամները զարմացած նայել են, ինչ կատարվեց պապիկի հետ։ Այս մարդը աչքերը արթնացել են, մահվան փոխարեն կյանքն է որ դու իր աչքերից, այս է իսկական հայը։ Երդվեք շարունակում է մեռնող ծերունին, որ ազատագրելու եք Սև ծովից միջերկրական ծով, Արարատից մինչև Բուսալեր պիտի ազատագրենք, երդվում ենք, ծնկի եկած, ասում են իր բալիկները, հարսները, երեխաները, թոռները, ծոռները, երդվում ենք, արձագանքում է այս ձայնը, մահ չկա, ասում է Հակոբ Կարապետցը, մահ չկա, եթե հայ ունի նպատակ, վկայ Աստված և Կիլիկիո այս սուրբ դրոշը, ղուրբան քեզի, մուսադաղ։
Գրականագետները գրել են եւ դեռ կգրեն Կարապենցի կյանքի եւ ստեղծագործական նպատակների մասին, բայց մեզ համար շատ կարեւոր է, թե ինչ է մտածում երիտասարդ սերունդը։ Ես անկարողam խոսել Հակոբ Կարապենցի հայրենասիրության մասին, թե նա ինչ է արել եւ ինչ է փորձել անի հայերի համար։ Նա ոչ թե գիրք է գրել, որպեսզի վաճառի իր ընտանիքին ապահովի, այն գիրք է գրել, որպեսզի իր հայերին տա, որպեսզի նրանք կարդան եւ իմանան, թե ինչ է հայրենասիրությունը։ Հակոբ Կարապենցը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 9-ին։ Ոչ հարուստ աղքատ ընտանիքում։ Նա ունեցել է 1 եղբայր եւ 1 քույր։ Նրա մայրը մահացել է շատ վաղ եւ նրա մոր կորուստը նրա վրա շատ վատ ազդեցություն է թողել, սակայն նրա հորաքույրը ամեն ինչ արել է, որ նրա մոր կորուստը լրացնի։ Եվ նա միշտ ասել է, որ ճիշտ է Ամերիկայում է գրում, սակայն նա հավատարիմ է իր հայոց լեզվին, իր հայրենիքին։ Միջոցառումն ամբողջովին շնչում էր հայրենասիրությամբ։ Դա միասնության արարք էր, շարժում, որ առաջնորդվում էր մեծ գրող Հակոբ Կարապենցի գլխավորությամբ եւ տպավորված էին բոլորը։ Ինչպես նշեցին մեր աշակերտները, մեր հրաշք բալիկները, իսկապես շատ տպավորիչ օր էր այսօր։ Դպրոցը պատրաստվում է ամբողջ աշակերտական համայնքը, ծնողական, ուսուցչական, բոլորս իրար հետ պատրաստվում էինք Հակոբ Կարապենցի 100-ամյակը նշելու, տարի ենք ինքներս էլ հայտարարել, բայց պլանավորել ենք, որ ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին մեծ միջոցառում ենք ունենալու։ Շատ անակնկալ էր մեզ համար այսօրվա մեր հանդիպումը եւ շատ ուրախ եմ, որ նաեւ այս օրն է մտնելու անկախ մեզանից չծրագրավորած, չնախատեսված, հիանալի մի միջոցառում նաև ունեցանք, եւս մեկ անգամ ձեր շնորհիվ հնարավորություն ունեցանք հիշել Հակոբ Կարապենցին, վերհիշել նրա ստեղծագործությունները։ Նման միջոցառումներ պետք են մեր կրթական հաստատություններում, մեր դպրոցներում, բուհերում, ամենուր, քանի որ աշակերտներն ունկնդիրներ չէին, այլ լիրավ մասնակիցներ, եւ ինքնաբուխ կերպով հանդեսի ավարտին հնչեց հայոց հայրենասիրական հզորագույն խոսքը Չարենցի անմահ ես իմ անուշը։ Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբածային երգերը մեր, չեմ մոռանա աղոտ դարձած երկաթագիր գրքերը մեր, ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունական վերքերը մեր, էլ ես որ փառնավար իմ Հայաստան յարն եմ սիրում։